Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Վոլոդիա Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հրավեր ընդունելու համար։ Արդեն երկրորդ շաբաթն է ընթանում է ազգային ժողովի նիստերի քննարկումը եւ բավականին դանդաղ է գնում կամ գուցե տպավորությունն է այդպիսին ազգային ժողովի ղեկավար կազմն են տրված փոխնախագահներով նախագահով արդեն մի քանի հանձնաժողովի նախագահի թեկնածուների հարցն է քննարկում, բայց դեռ շարունակվելու է։ Ինչով է դա պայմանավորված։ Օրակարգն է շատ այսպես լիքը, կառուցողական է քննարկումը, թեմաներն են շատը, թե սրանք արհեստական են։ Նախ շնորհակալ եմ եթերի հնարավորության համար, ինչ վերաբերում է երկար տևելուն կամ օրակարգին, օրակարգը նույնն է ինչպես միշտ, ինչպես կանոնակարգ օրենքն է ասում, ուղղակի մարդիկ են շատ, ովքեր ուզում են ելույթ ունենալ, հարցեր տալ, կարծում եմ դա էլ պայմանավորված է նրանով, որ հետընտրական շրջան է եւ քաղաքական ուժեր, հատկապես որ քաղաքական ուժերից մեկը նոր կուսակցություն, նոր թիմ է ընդհանրապես ազգային ժողովում առաջին անգամ է հայտնվել, ասելիք շատ կա, հակադարձելու բան շատ կա եւ հետեւաբար ավելի օրակարգը երկարեց, բայց ինչպես հավանաբար տեսել եք, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք երկու ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի կրճատենք որոշակի առումով, որպեսզի կարողանանք հասնել տեղավորվել օրակարգի մեջ, որովհետև սահմանված օրակարգ կա, թե քանի օրից պետք է կառավարություն ազգային ժողով բերի կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագիծ նախագիծը, ինչպես նաև ծրագիրը կառավարության, որպեսզի հասցնենք տեղավորվել այդ ժամկետների մեջ, պայմանավորվածության եկանք սահմանափակել որոշակի քանակով։ Հիմա այդ փուլով ենք ընթանում հանձնաժողովների մոտավորապես ավարտել բոլոր երևի մի շաբաթվա վերջ կհասցնենք արդեն հանձնաժողովի նախագահների թեկնածուները արդեն ելույթներ ունենում են հերթով վերջում ընդհանուր քվեարկություն տեղի կունենա եւ ընդհանուր քվեարկության պարզ կդառնա թե որ թեկնածուն ընտրվեց որը ոչ կառավարության ծրագիրը եւ կառուցվածքային փոփոխությունները եւս պետք է այս նստաշրջանի ընթացքում այս նիստերի ընթացքում սեպտեմբեր այո մինչեւ առաջին քարորյան պետք է քննարկվի շատ լավ Ի սկզբանե նորընտիր նախագահ Ռոբեն Ռուբինյանը կոչ արեց բոլորիդ եւ ձեզ եւ ընդդիմադիրներիդ բարեվարկության սահմաններում մնաք, իմիջիայլոց էթիկայի հանձնաժողովն էլ ստեղծվել է, գուցե հետագա խնդիրները հանձնաժողովը քննարկի, բայց նախորդ օրը լարվեց կրքերը։ Ինչով է նախ դա պայմանավորված, իհարկե ելույթի մասին մենք բնականաբար կխոսենք, բայց ես մի քանի օր առաջ թեմայի վերաբերյալ երբ խոսում էինք, կարծիք լսեցի, որ այն ամենի ինչ որ կա, մի տեսակ ձևական բնույթի է Այլ կերպ ասած, բոլորը մի փոքր սպասում են որևէ հարցակում իրականացնելու։ Եվ ինչով պայմանավորված եղավ, որ հիմա կրքերը լարվեցին ու արդյոք այսպես կարող է նաև շարունակվել հետագայում, թե կվերադառնաք կառուցողական հուն քննարկումների։ Ես կարծում եմ լավացությունը բնական է այնքանով, որ մեր կառավարող ուժը եւ ընդդիմադիր հատվածները խորը անջրպետ ունեն, ինչպես նկատել էր Նարեկ Կարապետյանը եւ այսօր նկատեց նաեւ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բայց մենք տրամադրված չենք հարցակման կամ կոպիտ ասած կիքսի, որպեսզի ինչ որ առիթի դեպքում հարցակում գործենք, որովհետեւ ինչպես նկատել եք, սա առաջին դեպքը չի, երբ Ուժեղ Հայաստան խմբակցությունը անցնում է բարեվարկության մեր երկու ստեկ կամ երակոմ պայմանավորվածությունները, բայց մենք առաջին դեպքում փորձեցինք շանս տալ Ուժեղ Հայաստանին եւ պահպանել մեր ձեռքբերված պայմանավորվածությունը, չգնալ սրման, էսկալացիայի ու փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ազգային ժողովում քննարկման, դեբատների մակարդակը բարձր մակարդակում լինի եւ մնա, բայց արդեն երկրորդ անգամ Ուժեղ Հայաստանից այդ մեկնված ձեռքը օդում է մնում եւ երկրորդ անգամ նրանք փորձում են անցնել կամ անցնում են բարեվարկության այդ սահմանը, բայց մենք նորից տրամադրված չենք էսկալացնելու իրավիճակը եւ Ռուբեն Ռուբինյանն էլ իր խոսքում նշեց, որ միևնույն է մենք շարունակելու ենք բարեվարկության այդ մեր ձեռքը բարձած պահել, բայց միաժամանակ եթե ընդդիմադիր հատվածից կլինի բարեվարկության նորմերի խախտում, մենք համարժեք, եթե ոչ ավելի շատ պատասխան ենք տալու, որովհետև չի կարող լինել այնպես, որ ընդդիմությունը կա անցնի այդ սահմանները, իսկ մենք անընդհատ ներողամիտ լինենք եւ անընդհատ չպատասխանենք, պատասխանը լինելու է շատ կոշտ։ Լավ, բայց պարոն Հակոբյան, եթե Վարդևանյանը դրա մասին խոսեց, եթե մի կողմը անում է վիրավորական արտահայտություններ եւ մյուս կողմը պատասխանում է դրան, դա կարող է լինել շարունակական, չէ՞ որ դուք առաջիկայում էլ ստեղծելու եք էթիկայի հանձնաժողով
ու նաև ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան կետերով դուք կարող եք ենթարկել այդ պատգամավորին պատասխանատվության, սանկցիաներով, նույն մնացած բոլոր գործիքակազմերով։ Ինչու այդ ուղղությամբ չի գնում, չէ՞ որ ազգային ժողովի նախագահն էլ սպառանլիս տոնով անդրադարձավ տվյալ պատգամավորի վարքագծին ասելով այն մասին, որ դուք ընտրեցիք այս ճանապարհը, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մեր վարքագիծը լինելու է համաչափ կոշտ։ Դե դա եմ ասում։ Դա չի ենթադրում, որ մեր կողմից բարեվարկության նորմերը խախտվելու են եւ պատասխան չի լինելու։ Եթե դուք նկատած լինեք, մի քանի դրվագներում եղել է իրավիճակներ, երբ մեր խմբակցության պատգամավորներից մի քանիսը ինչ որ արտահայտություններ են թույլ տվել, որոնք մոտ են եղել, ոչ թե անցել են, բայց մոտ են եղել բարեվարկությանը մեր սահմանած նշաձողին եւ խոսնակը կամ նիստը վարողը զգուշացրել է, այսինքն այնպես չի, որ անհամաչափ մենք նորմեր ենք կիրառել եւ որը գործում են դիմության համար եւ չի գործում իշխանության համար, ոչ, այդպիսի բան չկա, բայց երբ որ չի լինում ներողություն, այսինքն չի լինում ընկալում, որ դա սխալ է, չի լինում ընկալում զղջման, ափսոսանքի եւ ասում են, որ ոչ, ասելիք չունենք։ Նախորդ օրը Նարեկ Կարապետյանը ասաց, որ իրենք խմբակցությամբ քննարկում կունենան, որից հետո կգան եւ պատասխան կտան։ Մենք ակնկալում ենք, որ խմբակցությունը քննարկումից հետո կգա ու կասի, որ այո, դա բարեվարկության նորմի խախտումների ինչ արձանագրել էր նախորդ օրը Նարեկ Կարապետյանը եւ որը ցավալի է եւ ափսոսանք կհայտնեին, բայց որը դա տեղի չունեցավ եւ արդեն հայտնվել է շարքի մեկ այլ ընդամենը իրեն ավելի մոտիկացրել են նիստերի դահլիճի դռանը, բայց նա շարունակում է նստած մնալ իրենց խմբակցությունում եւ քանի դեռ ներողություն չկա, այդ վարքագիծը մենք կարող ենք վերագրել ամբողջ խմբակցությանը եւ պատասխանատվությունը կիսում է ամբողջ խմբակցությունը, չի կարող լինել, որ մեկ անհատը իրեն այլ կերպ դրսևորի ամբողջ խմբակցությունը այլ մենք չենք կարող հարաբերվել այդպես։ Պետք է ընդհանուր նորմ լինի, այդ նորմերի շրջանակներում բոլորի համընդհանուր կերպով հետևեք այդ կանոններին։ Բայց քանի դեռ ներողությունը չկա, ապա դա նշանակում է ներողությունը առավելագույնն է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ակնկալում է եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ այդ խմբակցության պատգամավորից։ Ես կարծում եմ, որ բարեվարկության նորմերն են այդ պահանջը դնում, որ մարդը եթե բարեվարկությունը խախտել է, պետք է ներողություն խնդրի, դա ընդհանուր ընկալում է, կարծում եմ քաղաքավարի մարդկանց բոլորի մոտ այդպես է։ Լավ, օրակարգային մի քանի հարցերի անդրադառնանք, ազգային ժողովի հանձնաժողովների նախագահության ընտրությունը մի փոքր հետաքրքիր էր այն առումով, որ ընդհանուր ընկալումներում ռուսամետ քաղաքական ուժի ընկալում ունեցող քաղաքական խմբակցությունը ընտրում է եվրոպական ինտեգրման ճանապարհը։ Այստեղ որևէ տարօրինակություն հանձնաժողովը։ Հանձնաժողով, այո։ Այդ հանձնաժողովի միջոցով եվրոպական ինտեգրման ճանապարհը բռնելով կողմը։ Բայց տարօրինակություն կա այստեղ կամ վերլուծելու, մտածելու որևէ բան կա այստեղ։ Նախ նկատենք, որ շատ գնացին խոսակցություններ, որ քաղաքացիական պայմանագիրը թողել այդ հանձնաժողովը ընդդիմությանը։ Ուզում եմ մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ ուշադրությունը հրավիրել նրանց, որ ոչ թե մենք թողել ենք ընդդիմությանը կամ հանձնել ենք ընդդիմությանը, այլ դոնտի պանաձևով տեղի ունենում ընտրություն եւ մենք ուղղակի չենք հասցրել վերցնել այդ հանձնաժողովը եւ Ուժեղ Հայաստանը վերցրել է այն։ Խոսակցությունն այն տրամաբանությամբ էր նաեւ մամուլում, որ գուցե կա պայմանավորվածություն, մեկ այլ հարցի շուրջ արդեն ուժեղներից ձեզ համար հոգուտ որևէ բան վերցնել։ Բնա որևէ պայմանավորվածություն չկա ընդդիմության հետ։ Ավելին ասեմ, որևէ հարցում այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ինչ պայմանավորվածություններ որ կան, դրանք լինում են կամ էկրանների առաջ, այսինքն տեսախցիկների առաջ, հրապարակային, կամ ուղիղ եթերում նիստի ժամանակ։ Եվ օրինակ այն պայմանավորվածությունը, որ այսքան ելույթներով ենք սահմանափակվում, ինչ որ սահմանաչափ ենք դնում, ռեգլամենտ ենք սահմանում եւ ոչ ավելին։ Ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովին, ապա այնտեղ միևնույն է քաղաքացիական պայմանագիրը ունենալու է մեծամասնություն, այնտեղ քաղաքացիական պայմանագիր ունենալու նաեւ տեղակալ հանձնաժողովի նախագահի, այնպես որ ինչքան եւ մենք գնահատում ենք, որ այո ոչ թե ռուսամետ, այլ ռուսական կարելի ասել ուժը, որը անցել է խորհրդարան եւ վերցրել է եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովը, չի վերցրել որպեսզի երկիրը տանի դեպի եվրոպական ինտեգրում, այլ իրենց խոսքում են նախորդիվ բազմաթիվ անգամներ նշել են, որ դեմ են եվրոպական ինտեգրմանը Հայաստանի։ Ոնց են հանդիպելու իրենք
ուղղակի ցանկանում են տորպեդահարել այդ գործընթացը, բայց միևնույն է, մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ ասեմ, որ իրենց դա չի հաջողվել, որ մեկ պարզ բանությամբ փոփոխություն է, որ շատ շնչալվել ռուսամետ։ Գուցե փորձ է իրենց կողմից, բայց միևնույն է, բոլորս գիտենք, թե այդ ուժերի հետևում ովքեր են կանգնած ու ակնհայտ է, որ իրենք փորձելու են տորպեդահարել այդ գործընթացը, բայց չի ստացվել, որովհետեւ միևնույն է, քաղաքացիական պայմանագիր ունի մեծամասնություն հանձնաժողովում եւ որոշումները կայացվում են մեծամասնության քվեարկությամբ։ Իսկ մյուս քաղաքական խմբակցությունը մարդու իրավունքների հանձնաժողովի ընտրությամբ որևէ այսպես տրամաբանական կամ անտրամաբանական բան արել է, թե չէ, սա էլ էին քննարկում։ Նկատենք նաև, որ նախորդ ազգային ժողովում, Կումաման ազգային ժողովում էլ այդ հանձնաժողովը ընդդիմությանն էր եւ այնպես չի, որ ինչ-որ խնդիրներ կարողացան առաջացնել, ես կարծում եմ, որ միևնույն է այդտեղ են մենք մեծամասնություն ունենք եւ խնդիրներ չեն առաջանա։ Բայց դուք յուրաքանչյուր դեպքում որևէ խնդիր եւ պետք է մենք հասկանանք, որ միևնույն է հանձնաժողովներից 4-ը պետք է լիներ ընդդիմությանը, որն էլ որ լիներ ընդդիմությանը, այդ հարցերը առաջանալու են, թե ինչու տնտեսականը, պատմական հարցերը, բա ինչու առողջապահության հարցերը եւ այլն։ Այսինքն միևնույնն է, օրենսդրորեն 4 հանձնաժողովները պատկանում են ընդդիմությանը եւ ոչինչ անել հնարավոր չի դրա դեմ։ Դա ժողովրդավարական մեխանիզմների պատուղներն են։ Պարոն Հակոբյան, այս օրերի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել եւ հիմնականում այն թեմաները, որոնցով ընդդիմադիրները քաղաքացիներից քվե են ստացել ազգային ժողովում մանդատներ վերցնելու համար։ Խաղաղության թեման, որի համար էլի շարունակում են ընդդիմությունը մեղադրել, ձեզ որ դա իրական խաղաղություն չէ, սահմանադրության փոփոխության հնարավորության համար, որ նրանց կարծիքով Ալիևի պահանջով է իրականացվում։ Թրիփի մասին իմիջիայլոց ուժեղ Հայաստանի դիրքորոշումն էր հետաքրքրական, որ դա միջանցք չէ, մեր երկրում չկա միջանցք։ Ես չգիտեմ ի սկզբանե իրենց դիրքորոշումը դա է եղել, հիմա է փոփոխվել, թե իրենք մշտապես այդպես են մտածել այդուամենայնիվ։ Եվ մնացած շատ հարցեր, որոնք այս օրերին քննարկվել են եւ դրանից առաջ էլ քննարկվել են, փոփոխություն օրակարգերի մեջ դուք տեսնում եք, թե ամեն ինչ նույնությամբ կրկնվում է։ Բնավ, ես կարծում եմ ակնհայտ է, որ մեր օրակարգը շարունակում է մնալ խաղաղությունը, խաղաղության ինստիտուցիոնալացումը, թրիփի իրագործումը եւ նոր սահմանադրության ընդունումը եւ հայելային կերպով, հակադարձ կերպով ընդդիմության օրակարգում մնում է այս գործընթացները տապալելը, ինչ վերաբերում է թրիփին եւ ուժեղ Հայաստանի դիրքորոշմանը, չնայած լրատվամիջոցներով Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում ասաց, որ դա միջանցք չէ, այլ ճանապարհ է, բայց ինքը ազգային ժողովում ինձ թվում է նաեւ որոշակիորեն արտախորհրդանական եւ այլ ուժերի ճնշման ներքո, ընտրողների ճնշման, ռադիկալ հատվածի ճնշման ներքո ավելի հստակեցրեց իրենց դիրքորոշումը եւ ավելի բացահայտեց իրենց իրական դիրքորոշումը թրիփի հետ կապված, նշելով, որ դա ուղղակի իրենք ամբիոնից կամ եթերներից այդպես են ասում, որպեսզի հետագայում բանակցային process-ներում, երբ իրենք կան իշխանության, խնդիրներ չառաջանա, բայց իրենց իրական մտածում են, որ դա միջանցք է, բայց ասում են, որ դա միջանցք չէ, որպեսզի հետագայում ինչ-որ բանակցային խնդիրների չփախվեն։ Դա Նարեկ Կարապետյանի ոչ ուղիղ խոսքն եմ ես ձեզ ներկայացնում, իսկ թրիփի մասով ես շարունակում եմ պնդել եւ համոզմունք ունեմ, որ իրենց նպատակը դա տապալելն է, որովհետեւ ինչ է ասում Նարեկ Կարապետյանը իր ելույթով եւ ընդհանրապես ուժեղ Հայաստանը իրենց նախընտրական հատվածում ասում են, որ Իրանի քթիտակ, Իրանից 20 մետր հեռավորության վրա սահմանից չի կարող գործել ճանապարհ, որը ամերիկյան ներդրումներով է կառուցվել եւ ամերիկյան ներկայություն կա այդտեղ եւ պարոն Կարապետյանը բերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի օրինակներ, երբ Իրանը ռմբակոծում էր այդ տարածքում ամերիկյան օբյեկտները, այո, եւ նշում է, որ հնարավոր չի իրագործել։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանը չիրագործել թրիփը, թե երաշխավորներով իրագործել, թե թրիփի մեջ ներգրավել նաեւ Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին, ինչպես նրանք նշում էին նախընտրական հատվածում։ Սա ուղիղ ճանապարհ է թրիփը չեղարկելու։ Դու ուղղակի չես ասում, ես ուզում եմ չեղարկել թրիփը, այլ բառերով ներկայացնում, թե ինչպես կարելի է գործնականորեն դա չեղարկել։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է գործնականորեն դա իրագործել, իրենք ցույց են տալիս ճանապարհներ, թե գործնականորեն ինչպես կարելի է դա չիրագործել ու չեղարկել, ընդ որում Հայաստանին դնելով այնպես իրավիճակ, որ մենք նենց չի որ դեմ էինք, ուղղակի քանի որ ներգրավեցինք այլ կողմեր, մյուս
կողմը, օրինակ ամերիկյան կողմը կամ եվրոպական կողմը հրաժարվեցին դրանից, իսկ ինչու է դա չեղարկման ճանապարհ, որովհետև չի կարող թրիպի մեջ ներգրաված լինել օրինակ Իրանը եւ Միացյալ Նահանգները միաժամանակ կամ Ռուսաստանը, Չինաստանը միաժամանակ հենց նույն օրինակով Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում կամ ընդհանրապես Իրան-Ամերիկա հարաբերությունները բարձր թե ինչ իրավիճակում են գտնվում եւ ինչ վերաբերում Իրանի մտահոգություններին, մենք Իրանի իշխանությունների հետ պարբերաբար շփումների մեջ ենք, բոլոր մտահոգությունները փարատված են Իրանի եւ որոնք առաջանում են կրկին այդ մտահոգությունները փարատվում են մեր իշխանությունները, կառավարությունը խոսում են Իրանի գործընկերների հետ եւ ներկայացնում են, որ դա որևէ մեկի դեմ չի, դա Հայաստանի շահերից է բխում եւ էքզիստենցիալ խնդիրներ տարածաշրջանի եւ հարևան երկրների համար չի հարուցելու։ Մյուս հարցը, որը շատ քննարկվեց, սահմանադրության փոփոխության հարցն էր եւ ընդդիմադիրները շարունակաբար պնդում են, որ սա Ալիևյան պահանջն է, վերջին հայտարարություններն են կրկին ազգային ժողովի ամբիոնից հնչեցնում Ադրբեջանի կողմից արվող եւ նաեւ Արուսակ Ջուլհակյանի հայտարարությունը, որ սահմանադրության առաջաբանին կամ հռչակագրին հղում չի լինելու նոր սահմանադրության մեջ։ Կգնահատեք այս խոսակցությունները։ Ինչ վերաբերում է Ալիևյան սահմանադրության եզրույթին, մենք ազգային ժողովի դալիճում են անդրադարձանք դրան ու ներկայացրեցինք, որ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին մենք խոսել ենք ուղիղ վարչապետը փաստացի խոսել է 2020 թվականի փետրվարին եւ հուլիսի 5-ին եւ հուլիսի 5-ին իր ուղերձում սահմանադրության օրվա հետ կապված ուղերձում ուղիղ ասում է, որ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։ Բայց այն ժամանակ հռչակագրի հղմանը։ Այո, մենք ասում ենք, որ Ղարաբաղի էջը փակված է, որ Հայաստանը ճանաչում է իր հարևան երկրների տարածքային ամբողջականությունները եւ որևէ տարածքային պահանջներ հարևան երկրներից չունի։ Հայաստանը սահմանափակվում է իր 29743 քառակուսի կիլոմետրի մեջ եւ մեր կոնցեպտը իրական Հայաստանի կոնցեպտն է, որտեղ ասվում է հստակորեն, որ հայրենիքը դա պետություն է, Հայաստանի այսօրվա սահմաններով այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իր դե յուրե ընդունված սահմաններով եւ հետեւաբար հռչակագիրը հակասում է մեր հռչակած ապագային, մեր հռչակած գաղափարներին։ Ինչ է ասում այդ հռչակագիրը, որը հղում է արվում ընդհանրապես, ընդ որում սահմանադրության մեջ էլ ներառված չի, սա էլ շատ կարևոր է, որ Հայաստանը նպատակ երազանք ունի Ղարաբաղի հետ վերամիավորման եւ ցեղասպանության ճանաչման ուղիով գնալու։ Սա մեր պետական քաղաքականության մեջ չի մտնում եւ հետեւաբար շատ տրամաբանական է, որպեսզի այն սահմանադրության նախաբանում չլինի։ Դե բայց դա հռչակագիր է, չէ՞։ Սահմանադրության մեջ հռչակագիրը մենք չենք չեղարկում, տեսեք, հռչակագիրը որպես փաստաթուղթ, առանձին փաստաթուղթ է, որը մենք ոչ չեղարկում ենք, ոչ վերացնում ենք, ոչ վարում ենք, ոչ թափում ենք։ Հռչակագիրը առանձին փաստաթուղթ է, որը կա եւ մնալու է, դա չես կարող պատմությունից ջնջել։ Մեր առաջարկն է, որ սահմանադրության նախաբանում դրան հղում չարվի, որովհետեւ սահմանադրությունը ի՞նչն է, մեր կյանքն է, մեր առաջիկան է, մեր ապագան է, մեր նպատակներն է սահմանում։ Հետևաբար, եթե մեր նպատակներում չկա Ղարաբաղի վերամիավորում, չկա ցեղասպանության ճանաչման օրակարգը քաղաքական առաջնահերթություն լինելու հռչակում, ինչու ենք մենք պահում այդ հռչակագրին հղումը։ Բայց այդ պահանջը Ալիևի կողմից է հնչում, որ չլինի հռչակագիրը սահմանադրության մեջ։ Մեր պահանջները ինչի մասին է, մեր քաղաքացի, մեր քաղաքական պահանջները ինչի մասին է։ Եթե մենք ընդունում ենք իրական Հայաստանի կոնցեպտը, ինչը ակնհայտ է, որ քաղաքացիները թե 2021-ին եւ արդեն առավել եւս նկարագրված, ձևակերպված, արդեն փաստաթղթավորված 2026 թվականին մարդիկ իրենց քվեն են տվել դրա համար, մարդիկ համաձայն են եղել մեր տեսլականի հետ, խաղաղության օրակարգի հետ, ապա ինչու ենք մենք կարճած մնում մի բանի, որը օրգանիկ առումով մեր հետ կապ չունի։ Մեր գաղափարների հետ օրգանիկ առումով սահմանադրության հռչակագրին հղումը կապ չունի։ Ընդդիմությունը շարունակաբար չի ասում քառակուսի կիլոմետրերով Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դա ինչու չի ասում։ Որովհետև ես ուզում եմ հիշեցնել ձեզ նախ Ռոբերտ Քոչարյանի ասացը, բայց կարծես թե չեն ասում, որ այդպես չէ։ Այո, բայց չեն կարող ասել այդպես չէ, որովհետև դա ավելի խնդրահարույց եւ ավելի ծանր իրավիճակում է քաղաքականապես տնելու իրենց, բայց ուզում եմ հիշեցնել Ռոբերտ Քոչարյանի ասածը, որ չպետք է սահմանափակվենք 20700 քանիսի իր բարերով ասած մեջ։ Այսինքն այդ մարդը ինչ է, եթե դու չես սահմանափակվում այդ
20743-ի մեջ ուղիղ ասում ես, որ պահանջներ կամ ակնկալիքներ ունես հարևան երկրների տարածքներից, որոնք ճանաչված են միջազգայինորեն։ Եվ Արթուր Խաչատրյանի հարցազրույցներից մեկը Պետրոս Ղազարյանի ձեր տաղավարներից մեկում, որտեղ անցած տարի, եթե չեմ սխալվում, կամ նախանցած տարի ես ուղղակի տպավորվել այն մեջ շատ, ասում էր Պետրոս, դու չգիտես, թե մի քանի տարի հետո ինչ տեղի կունենա, ոչ ոք չգիտեր 88 թվականին, որ 89-90 թվականներին Խորհրդային Միությունը կփլուզվի, մենք կանկախանանք եւ այլն։ Դու չգիտես 1 տարի հետո, 2 տարի հետո ինչ կլինի եւ մենք պետք է պահենք այդ հույսը, պահենք այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները, օրենսդրական ճանապարհները, թղթաբանությունը պետք է պահենք, որպեսզի վաղը չգիտենք ինչ տեղի կունենա, կարող է լավ նախաձեռններ են ստեղծում, մենք տարածքային պահանջներ օրինակ ինքը դա այդ ձևակերպում ուղիղ չի ասում, բայց տարածքային պահանջներ ներկայացնենք հարևաններին։ Մենք ասում ենք, որ ոչ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր նպատակն է այս 29743 կիլոմետր տարածքը դարձնել տարածաշրջանում մրցունակ, զարգացած, ժողովրդավարական, խաղաղ եւ հարևանի հետ հարաբերություններ, նորմալ հարաբերություններ ունեցող պետություն։ Բայց ընդդիմության թեզն էլ հետեւյալն է՝ օկուպացված տարածքներ ունենալով, ամբողջական սահմանի սահմանազատում չունենալով, ոնց է ձեր ասած խաղաղությունը կարողանալու առաջ տանել։ Բայց դա մեր օրակարգում է։ Հենց սահմանազատման հանձնաժողովը ստեղծվել ու կորցել է ու առաջին հատվածն է սահմանազատվել է նույն քննադատությունների տակ, որը ընդդիմությունը լուտանքների տակ ես կասեի, որը թափվում է մեր հասցեին, բայց մենք գնացնենք այդ ճանապարհով, մենք նշել ենք այն ճանապարհը, որով պետք է այդ օկուպացված տարածքները դեօկուպացվեն, նշել ենք այն ճանապարհը, թե ինչպես պետք է սահմանազատվի, սահմանակցվի, հետեւաբար դա մեր օրակարգն է, մենք ասում ենք լուծումներ եւ չենք լսում բացի քննադատություններից այլ լուծումներ, ընդդիմության կողմից ինչպես իրենք թրիպի մաս ասում են խաղաղություն, հա, ով չի ուզում խաղաղություն, մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց ասում ենք ճանապարհը ինչպիսին է, մենք 2021-ից Ադրբեջանից թող դուրս գա նոր խաղաղության պայմանագիրը քննարկումները առաջ տարի։ Ադրբեջանը ավելի շուտ դուրս կգա օկուպացված տարածքներից խաղաղության պայմաններում, քան հակառակը։ Բայց փաստաթուղթն էլ չի ստորագրվում։ Մենք ասում ենք, որ մեր նպատակը դա ինստիտուցիոնալացնելն է եւ մենք գնում ենք այդ ճանապարհով, ինչպես 2021-ից մեզ քննադատում էին, ինչ խաղաղություն չի լինելու, ես ինչ եք խոսում, Ալիևը երբեք խաղաղության չի գնա, կեղծ խաղաղություն եք բերում, մարդկանց խափում եք խաղաղությունով, հետո հիմա էլ ասում են մարդկանց խափում եք պատերազմով, երբ ասում են, որ արդեն խաղաղությունը կայացել է եւ փաստացի այն կա։ Ամփոփելով զրույցը, ընդդիմադիրներին հաճախ եք հիշեցնում իրենց տված նախընտրական խոստումը ենթադրյալ 300,000 ադրբեջանցիների վերադարձման մասով։ Անընդհատ հիշեցնում եք, որ ինչ ցույց տաք նրանց։ Ցույց տանք նրանց, որ մենք մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդկանց չենք խաբել, մարդկանց անկեղծորեն նույնիսկ այն դրվագները, այն կետերը, որտեղ խնդրահարույց պահեր կան ու շատ պոպուլիստական չեն հնչում, բայց մենք անկեղծորեն մարդկանց ճիշտ ենք ասել, ի տարբերություն իրենց, որոնք մարդկանց վախերի վրա փորձելով խաղալով փորձել են իշխանության գալ, մարդիկ մեղադրում են պատերազմի վախով եք փորձել իշխանության պահել։ Նոր այդ օրինակն էի բերում, որ մենք երբ որ ասում ենք պետքա գնանք խաղաղության, ասում ենք, այս պատերազմի պայմաններում, այս արհավիրքի, այս ճգնաժամի պայմաններում ինչ խաղաղություն հնարավոր չի խաղաղության գնալ, հիմա այն հակառակում են մեղադրում։ Հնարավոր չի նույն բանի համար նույն մարդիկ, նույն մարդկանց քննադատեն երկու տարբեր բաների համար։ Պետք է կողմնորոշվեն։ Բայց դուք կարծում եք իրենք հրաժարվել են իրենց այդ թեզերից, որոնք նախընտրական շրջանում կարող հրաժարվեն դրանից։ Բա ինչու հիմա դրա մասին նույն կերպ, նույն ակտիվությամբ չեն հայտարարում։ Չեն կարող հայտարարել, որովհետև մարդիկ տեսնում են, չէ՞, ինչա կատարվում, որ իրենց ասածը կետնի վրա չի տեղի ունենում։ Նույնիսկ նախադրյալներ չկա տեղի ունենալու, բայց այդ օրակարգից ամբողջապես չեն կարող հրաժարվել, որովհետև այլ օրակարգ չունեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Վալոդիա Հակոբյանն էր, կհանդիպենք։